Բանակային դիրքեր տանող ճանապարհից գումարտակի հրամանատարի տեղակալը պահպանության շրջանի ենթակառուցվածքներն է ցույց տալիս։ Ամրացված շրջանում իրականացված ինժեներական աշխատանքների ծավալներն հիացմունք են առաջացնում։ Սա հասկանալի պատճառներով թողնում ենք կադրից դուրս։ Դիրքերի ճանապարհն է, ինչպես տեսնում եք, արդեն ձյունը հակմաս ավ ճանապարհը։ Հակոբը փորձառու վարորդին հատուկ ճարպկությամբ, բայց առանձնակի ջանքով մեկը մյուսի հետևից հաշվում է ճանապարհի շրջադարձերն ու եւս մի քանի ոլորան, եւ մենք ծովի մակերևույթից 3000 մետր բարձրության վրա ենք։ Հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտում եղանակն այսպիսին է շաբաթը 7 օր 24 ժամ եւ չնայած եղանակային պայմաններին բանակային դիրքի անձնակազմը մշտարթուն հերթապահություն է իրականացնում համաձայն օրվա կարգացուցակի սահմանված գրաֆիկով։ Իհեճուկս եղանակային այսպիսի պայմաններում հերթապահություն իրականացնելու իմ մտահոգությունների գումարտակի հրամանատարի տեղակալն առաջարկում է ծանոթանալ սահմանագծի կահավորմանը։ Կառուցել ենք խրամաճեղքեր, խրամախորշեր, ծածկաճեղքեր, համապատասխան ծառայությունը բարևոք կատարելու համար։ Կացարանները բոլորը այս տարի վերանորոգվել են թե արտաքին տեսքից, թե ներքին տեսքից։ Բոլոր դիրքերում ունենք ինժեներական աշխատանքներ կատարած բավականին ու նորից շարունակում ենք կատարել։ Պարոն մայորը հպարտությամբ ցույց է տալիս անձնակազմի ուժերով եւ հրամանատարության անվերապահ աջակցությամբ ողջ տարվա ընթացքում իրականացված աննախադեպ ծավալի ինժեներական աշխատանքների արդյունքները, որ ամբողջանում են հերթափոխերի առավել արդյունավետ կազմակերպման համար ներդրված արդիմիջոցների ու դիտարկման համար նախատեսված խրամախորշերի պատշաճ կահավորանքի արկայությամբ նաեւ։ Դիտարկումների մասին զեկուցում է հրամանատարական կազմին եւ աչալրջորեն տեսադիտարկման համակարգը վերահսկում ենք։ Ցրտաշունչ ձմռանը պատրաստվել են ինչպես որ հարկն է։ Հենց սրա շնորհիվ է, որ մեր դիրքապահները կարողանում են անարգել իրականացնել բանակային դիրքի պահպանումն ու իրենց վստահված խնդիրը։ Հավուր պատշաճի գրելով պետական սահմանի պաշտպանի իրենց առաքելությունն ու կոչումը։ Սահմանային իրադրությունը կայուն վիճակում է, անձնակազմի պաշտպանունակությունը բարձր մակարդակի վրա է։ Արդեն սովորել ենք այս եղանակային պայմաններին, կոփվել ենք, բոլոր պայմանները կան, որպեսզի հերթափոխերը իրականացվեն պատշաճ մակարդակով։ Մի քանի ամսից կրտսեր եղբայրս զորակոչվելու է ծառայության, իրեն էլ խորհուրդ եմ տալիս, որպեսզի գա պահի մեր երկրի պետական սահմանները։ Բանակը շատ կարևոր փորձառություն է։ Վերադաս հրամանատարությունը սահմանագծի տարբեր հենակետերում հաճախակի ստուգումներ է իրականացնում, արձանագրում առկա խնդիրները, գնահատում տեղում ծառայություն իրականացնող անձնակազմի կարիքները, լուծման ուղիներ գտնում, որպեսզի սահմանի պատշաճ պահպանությանը որևէ հանգամանք չխոչընդոտի եւ զինծառայողները հերթափոխերն իրականացնեն հնարավորինս բարենպաստ պայմաններում։ Բանակը մեզ սովորացել է, որ ինքնուրույն կերպով կարողանանք ամեն ինչ կազմակերպել դժվարությունները, որպեսզի մենակով կարողանանք հաղթահարենք։ Հենց այս պայմաններն են, տեսնում եք ինչ պայմաններ են, որ բանակային ընկերությունը ավելի թանկ են դարձնում։ Ուսուսի տված պահում ենք մեր պետական սահմանները։ Եվ այս պայմաններից է էլի, որ գալիս է բանակային ընկերոջ քաղցությունը։ Տուն, ընտանիք միջավայր ենք ստեղծում մեր անձնակազմի համար, որպեսզի ավելի լավ լինի դիրքի ընդհանուր ծառայությունը։ Իսկ ազատ հերթափոխերը ընդմիջվում են պարզ մարդկային զրույցներով, որոնք երբեմն նաև յուրօրինակ խրատ են կրտսեր ընկերոջը, զինակցին, էլի մարդկային պարզ մի ապրումի մասին, որ մենք հայրենասիրություն ենք կոչում, որը տղաների համոզմամբ շոշափելի արժեք է դառնում միմյանց հերթափոխող ծառայակից ընկերների հայացքում հաստատուն վստահությամբ, իրար հանդեպ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ ու իրենց վստահված պետական սահմանի բանակային դիրքն անձնվիրաբար պաշտպանելու երթմանը հավատարիմ մնալու աներեր վճռականությամբ։ Նաիրա Համբարձումյան, Ռուբեն Մնացականյան, Զինուշ։